Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Գերագույն խորհրդի падգամավոր Ազատ Աշակյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Աշակյան։ Բարև ձեզ։ Պարոն Աշակյան, հարցազրույցը սկսենք Քրիստինա Քվինի Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանի հարցազրույցից որոշ դրվագների անդրադառնալով, տեսեք Քրիստինա Քվինը նախ հայտարարել է, որ Թրամփի ուղին շատ կարևոր է եւ տարածաշրջանում Թրամփի ուղու համար կարևոր տարր է նաեւ Թուրքիան։ Ասել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պահին բանակցում են Թուրքիայի հետ, նաեւ Հայաստանն է ուղիղ բանակցում, այսինքն Թրամփի ուղին այստեղ խոսքը գնում է ոչ միայն այդ մեղրու հատվածի 42 կիլոմետրի մասին, այլ նաեւ Շիրակ-Կարս այս երթուղին է ներառում, խաղաղության խաչմերուկը միս ու այրուն է ստանում։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունները։ Նախ եւ առաջ դա։ Բայց ես կարծում եմ մենք այսօր գործ ունենք ավելի կարևոր մի հանգամանքի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հայտարարում են մեզ եւ շահագրգիռ այլ կողմերի, որ Հայաստանի Հանրապետությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ոչ թե սպառող է, աջակցության սպառող է, այլ նաեւ դոնոր է, այսինքն Հայաստանի Հանրապետության այդ տարածքը իդեմս հաշվի առնելով այն փոքր տարածքը 40 կիլոմետր կամ 140 կիլոմետրը փոխշահավետության գաղափարն է։ Ընդհանրապես, երբ որ դեսպանը, երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգների որևէ պաշտոնյա դրա մասին հայտարարություն է անում նախագահից հետո, ուղղակի ուշ լսողների, ուշ հասկացողների, ամփոյթների համար է դա, ասում եմ, որ փոխշահավետության գաղափար կա, Հայաստանի Հանրապետությունը ստացող չի, նաև մեր համար գործընկեր է, այսինքն փոխշահավետություն, դա ենք անդադար, որ Թուրքիան կա, Ղազախստանը կա, Պակիստանն է ուզում ինչ-որ բան եւ այլը, դա ընդհանրապես Արևելք արևմուտքին ակապելու, հյուսիս հարավ, այդտեղ կապույտ աչքեր, հետո չգիտեմ, գանգուրմա, դա չի կարևորը, նրանք ասում են փոխշահավետության խնդիր կա, հայեր գլուխներդ բարձր պահեք, դուք մեր գործընկերն եք, այս կարծում եմ դրա մասին է, գործընկերության խնդիր կա, մենք չպետք է զգանք մեզ նվաստացած, նվաճված, կորցրած տարածք, մենք մեղրին չենք կորցրել, Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ շահ ունեն, եթե նրանք այստեղ շահ ունեն, նշանակում է պետք է մեզ շահագրգռեն, որ մենք չասենք, գիտեք, ինչ նոյեմբերի 9-ին էլ էին դա ասում, էլի, ուզում եք, չէ, նոյեմբերի 9-ը կա մեր բաներում запасном ящике դարագում դրած է, չէ, ասում են դուք շահ ունեք, մենք շահ ունենք ձեզ հետ համագործակցելու, անշուշտ ձեզ սիրուն աչքերը հաշվի առնում ենք։ Իսկ Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը դուք հնարավոր համարում եք եւ դա ինչ կարող է տալ Հայաստանին, որովհետեւ գիտեք ինչքան է բոյկոտվում Թուրքիայի հետ հարաբերությունները վերջին շրջանում, խորհրդարանական ընդդիմությանը նկատի ունեմ։ Այստեղ երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն է միջամտում, այդ բոյկոտողները արդեն պետք է ականջներին օղ անեն, ընդհանրապես հնարավոր է որ ծանր եւ ժանգոտած օղ լինի դա, որ եթե նրանք ուզում են որ Հայաստանը կենսունակ լինի, կարևոր չի, դա իր արդյունավետությունով այդ երկաթուղին իրենց փող բերելու, թե չէ, ամերիկացիները փող աշխատելու տեղ ունեն, այս 40 կիլոմետրի վրա չէր էլի իրենց աչքը, չէ, սա ռազմավարական նշանակություն ունի, ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն այդ երկաթուղին, այսինքն կենսունակությունը Հայաստանի Հանրապետության կենսունակությունը ու այդ կենսունակությունից բխող գործառույթը Շուշացան նաև Ռուսաստանից արձագանքները, տեսեք արտաքին գործերի նախարարության 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայել Կալուգինը նախ ասում է, որ Ռուսաստանը կարող է Հայաստանի հետ քննարկել Թրամփի ուղու այս մասնակցություն ունենալու առումով, թե որքանով պիտի մասնակցություն ունենա եւ պարամետրերը որոնք պիտի լինեն, հետո տողատակում նաև հիշեցնում է, որ Հայաստանը տարածաշրջանում օգտվում է ռուսական երկաթուղային գծերով եւ ճանապարհը մեծ մասամբ կանցնի ՌԴ սահմանապահների պատասխանատվության տարածքով։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունները, սրանք պարզապես հիշեցում են, սա մտահոգություն է, թե սա սպառնալիք է, որ տեսեք Հարավկովկասյան երկաթուղին ամեն դեպքում մերն է եւ իմացեք ձեր տեղը, ձեր չափը, ինչպես հասկանանք սա։ Նաեւ դա վերջի հատվածը սկզբից ասենք վերջը, այո, իհարկե ասում են, որ հանգարց մեզ չմոռանաք, մեզ չվտարեք, եւ ընդհանրապես դա մեզ չի վերաբերում, մեզ չի պատասխանում։ Ամերիկացիներին ասում են, մեզ մի վռնդեք, մի ռադնիե,
Մենք այդտեղ հարազատ ենք, մենք դարագոյ ենք այդտեղ։ Բա օրհնված սահատ ա եղել, բան ա եղել, ռուսները բաց են թողել իրենց շանսը կառավարելու միջանցքը, կառավարելու մեր երկաթուղիները, նրանք մի օր պետք է հաշվետվություն տան իրենց ժողովրդին։ Այ Ռուսաստանի երկաթուղիները պետք է մի օր Ռուսաստանի ժողովրդին հաշվետվություն տան, ինչ ձևով են շահագործել իրենց երկաթուղին մեր տարածքում։ Խայտարակություն է դա, ընդհանրապես բնութագրող է Ռուսաստանի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ այդ երկաթուղին է, այ կարելի է երկաթուղին 19-րդ դարի երկաթուղին գութանգարանային նմուշ, այ որպես ռելիկտ կարելի է ցույց տալ, ասել դուք այդպիսի կարծիք ունեք մեր մասին, մեր տրանսպորտի մասին։ Հիմա նրանք դա մեզ չեն ասում, որովհետև ինչ պետք է ասեն, ասում են Ամերիկային, ասում են մեզ մի վռնդեք։ Լավ չի հիշողությունս, բայց դա հիշում եմ 1990 թվականին եւ 91 թվականին երկաթուղին իր վագոններով, որոշ վագոնների մեջ ապրանքով, ատոմակայանը անջատած, Նաիրիտը անջատած, Հայաստանում ինչ կա չկա միութենական սեփականություն։ Այսինքն Ռուսաստանի Ֆեդերացիայի ունեցվածքը սիրուն թղթի վրա գրեցին, ասին նվիրում ենք հայ ժողովուրդ քեզ նվիրում են։ Այդ երկաթուղին էլ մի օր թղթի վրա լավ կլինի, որ լավ թղթ լինի։ Ես նույնիսկ առաջարկում այդպիսի բաները մագաղաթի վրա գրեն, ասեն նվիրում ենք հայ ժողովրդին երկաթուղին, տվեք մեկը թող սարքի։ Կարգին երկաթուղի դարձնի ժամանակակից։ Հենց որ ուշադրություն մի դարձրեք, դա մեր հետ կապ չունի։ Նրանք խոսում են իրենց գործընկերոջ հետ, ով որ իրենց վտարում է այստեղից։ Ես ասում եմ չի վտարում եղա ուղակի։ Հեռացած տեղը լրացնում է։ Այդ տեղաշարժը որ կա, հետ ու առաջ են գնում նրանք պարբերաբար։ Ռուսները հենց որ հեռանում են, ամերիկացիները գալիս են։ Ամերիկացիներն են հեռանում, ռուսներն են գալիս։ Հիշեք Ուդրո Վիլսոնին։ Շատ հետաքրքիր է, որ ՀՀԿ-ն առաջարկում է, որ Հայաստանում պետք է երկրորդ ռուսական ռազմաբազան բացվի եւ պետք է նոր անվտանգային պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ։ Նարեկ Կարապետյանն էլ ասում է, որ առհասարակ պետք է բանակցողին փոխել։ Հիմա հասկանանք այս տրամաբանությունը, նախ ինչի համար երկրորդ ռազմաբազան, նոր անվտանգային պայմանագիր, երբ մենք տեսել ենք, թե ինչպես են գործում այդ անվտանգային պայմանագրերը եւ նոր բանակցողը ինչի մասին պետք է բանակցի, Հայաստանը ինչպես պիտի միութենական պետության մաս դառնա։ Իրենց պատկերացմամբ այդ նոր բանակցողը ո՞րն է։ Հանրապետական կուսակցությունը փորձ ունի 1920 թվականին Հայաստանում ռուսական բազա չկար, կար հայկական բազա եւ ռուս-թուրքական զորքերը համատեղ դրա համար կա փաստաթուղթ, որը հասանելի է բոլորին, տարօրինակ է, որ հասանելի է Ռուսաստանի Ֆեդերացիայի եւ Թուրքական Հանրապետության բարեկամության, եղբայրության, համագործակցության մասին ընդդեմ Հայաստանի։ Վերևից գրված է ընդդեմ Հայաստանի։ Հայաստանի դեմ։ Ուրեմն թուրքական բանակը բազա է ստեղծում Ղարսում, ռուսական բանակը բազա է ստեղծում Գյումրիում, օկուպացիոն բանակները։ Այսինքն մի անգամ դա եղել է։ Հիմա հանրապետական կուսակցությունը դա է հիշում, ասում է մի անգամ էլ անենք, կրկնենք։ Մի անգամ էլ թող ռուս-թուրքական բանակները մտնեն Հայաստան, երկրորդ բազան ստեղծեն։ Թող երկրորդ, իրենք դա են ասում, քանի դեռ կա ռուս-թուրքական ազդեցությունը Հայաստանում, հանրապետական կուսակցությունը կխոսի։ Հենց որ ռուսական ազդեցությունը Հայաստանում, չեմ ասում պակասի, դառնա բարեկամական, բարիդրացիական, գործընկերային, հանրապետական կուսակցությունը պետք է հաշվետվություն տա։ Ինչի վերաբերյալ։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ի իր վարքագծի վերաբերյալ եւ քվեարկությունը միանալ Եվրազիական միությանը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը հանձնել Եվրազիական միությանը, Հայաստանը հանձնել, այ մենք պետք է ասենք 1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում 2.5 միլիոն քաղաքացի, բնակչության 95%-ը, 94-ը քանից, ուզում եք 94 ասեմ, նվեր այդ քան իրանց,
94%-ը, մասնակիցների 99%-ը հանրապետական կուսակցությանը ասեցին փակեք բերաններդ։ Հայ ժողովուրդը անկախություն է ուզում, դուրս է գալիս Եվրազիական միությունից, հայ ժողովուրդը դուրս է գալիս SSR-ից, դուրս է գալիս լծից, թոթափում է լուծը, չի ուզում լինել որևէ երկրի պրովինցիա։ Սեպտեմբերի 21-ին, 23-ին ազգային ժողովը Գերագույն խորհուրդ էր կոչվում, դուք իմ մականունը հիշեցիք, ես այնտեղ էի։ Գերագույն խորհուրդը 100%-ով ամբողջ նոմենկլատուրան սովետական Հայաստանի մասնակցում էր, քվեարկեցին օգուտ Հայաստանի անկախության։ Հիմա հանրապետական կուսակցությունը ինքը որոշեց, որ դեմ է։ Քանի հոգի էին, 6 հոգի էին, 600 հոգի էին, 6000 հոգի էին, քանի հոգի են հանրապետականները։ Նրանք հանձնել են Հայաստանի Հանրապետությունը, դարձրել են պրովինցիա Հայաստանի Հանրապետությունը, գավառ են դարձրել, իրենց ղեկավարներն էլ գավառամիտ են, պրովինցիալ են։ Ուրիշ բառեր կա, ես դրանք ձեր եթերում չեմ կարող ասել, խնայում եմ մեր հետևորդներին ձեր, ուրեմն գավառամիտները հիմա ասում են մի բազան քիչ է, մենք չենք ուզում կռվել, մենք չենք ուզում հայրենիքը պաշտպանել, չեն ուզում, ասում են թող ռուսը գա մեզ պաշտպանի, մենք փող շինենք։ Դուք գիտեք քանի հոգի է հանրապետականներից հակակոռուպցիոնում ցուցակագրված։ Դրա կոչվում է թալան։ Ասում են թող ռուսները գան հայրենիքը մեր պաշտպանեն, մենք թալանով զբաղվենք, մեր մոտ դա ստացվում է։ Տեսեք ինչ ցուցակ ունենք։ Նախագահից սկսած, կուսակցության նախագահից հարազատներից սկսած ցուցակում կան հակակոռուպցիոն։ Ասում են մենք չկռվենք, էլի թողան իրանք կռվեն ռուսները, հայրենիքը պաշտպանեն, բազա բերեն, զորք բերեն։ Մենք գնանք այդ գործով զբաղվենք, էլի մերը որ մեր մոտ լավ է ստացվում, որն է լավ ստացվում։ Բանակցել է Նարեկ Կարապետյանն ասում է, նոր բանակցողը պետք է։ Դրան էլ հիշեցիք։ Ու նրա կարծիքը ես պետք է մեկնաբանեմ, կարծիք ունի նա։ Նրա հորողբոր կարծիքը ես չեմ մեկնաբանում։ Գիտեք հորողբերը, հոպարը։ Հա, իդեպ նոր հայտարարությամբ է հանդես եկել Կալանավայրից, ինքն էլ է ասում։ Սամվել Կարապետյանը շատ երկարաշունչ այդպիսի հայտարարություն է արել եւ ռուսերեն Չէ, հայերեն շատ երկարաշունչ հայտարարություն, որտեղ ասում է, որ կա ձեր մոտ։ Հա, իհարկե, Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած բարեկամություն անելով իրական խաղաղություն չենք ունենա, Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա։ Ասում եմ մենք գանք, մենք կապահովենք։ Իրենց ձևով, կռացած, լվացարարու պոզայով։ Դա հետաքրքիր է, որ կռացածը օգտագործել է։ Դա հետաքրքիր է։ Ես նույն ասացի, չէ՞ որ դրանք ուզում են երկրորդ բազան, այո, նրանք ասում են մենք փող շինել գիտենք։ Թող ռուսները գան մեր երկիրը ապահովեն անվտանգությունը, մենք գնանք իրենց երկրում փող շինենք։ Ես ճիշտ տերմիններ եմ օգտագործում։ Դե այդ մարդիկ ճիշտ, ես էլ ասում եմ, որ ռուսները ուզում են, բա որ ռուսները ուզենային բազա ունենալ, պետք է հանրապետական կուսակցությանը հարցնեին, ուզում եք թե չէ։ Կամ ռուսները Սամվել Կարապետյանին պետք է հարցնեին, դու ուզում ես բանտում ապրես, թե քո վիլլայում, ստեղ մանումենտում, հարցրել են, ասել են ո՞վ է դա։ Ասել են մեր մոտ քրեական բառ, տարեք փակեք, ձեր օրենքները աշխատացրեք։ Հələ դուք պատկերացրեք մարդիկ վտարված, մերժված մարդիկ ինչ երազներ ունեն, երկրորդ բազան ստեղծենք։ Բա 30 տարի դուք եք, էլի դբերեք երկրորդ, երրորդ, չորրորդ։ Չէ, իրենք երազում են գալ իշխանության եւ դրա մասին անթակույց խոսում են։ Դե այդ եմ ասում, բա որ դա եթե ձեզ իշխանության բերող լիներ, դուք իշխանությունից չէիք էլ վտարվի։ Եթե ռուսական բազան, ռուսների անունը տալով դուք իշխանության գաք, ես ձեզ ասում եմ, ռուսների անունը տալով դուք իշխանությունից չէիք էլ հեռանա, նշանակում է դա տոքսիկ է։ Ռուսական ազդեցություն հրավիրելը նշանակում է մերժվել Հայաստանում։ Հայաստանում դա մերժելի է։ Մենք ունենք դեպք Նագորնի Ղարաբաղի կորուստը ռուսական բանակը հանձնել է սկուտերի վրա Ադրբեջանին,
կազմակերպելով հայաթափությունը ու մաքուր ոնց որ Նախիջևանը, ոնց որ Ղարսը, ռուսական բանակն է հանձնել Ղարսը, Վանը, Նագորնի Ղարաբաղը, բա հիմա դուք տոքսիկ դրանց հրավիրում եք, որ ինչը հանձնի, այն արդեն չթողեցին, Սյունիքը եկան ամերիկացիները եվրոպացիների հեռադիտակներով, իրենց բաներով, այդ խադաբիկներով, բաներով եկել արդեն փակել են, չեն կարողանում Սյունիքը հանձնել, հանձնում էին, չէ՞ Սյունիքը, հանձնում էին, Արցախը հանձնեցին, Նախիջևանը հանձնեցին, Ղարաբաղը, Ղարսը հանձնեցին։ Հիմա գալու են բանակցեն հանձնելու մասին։ Բայց դեմ ասում էլի, հիմա մեր մոտ ո՞նց կարելի է խոսել ռուսների գալուստի մասին։ Դու ինչքան բան են, ժամկետ անց են, վտանգավոր է, բայց դա մեր օգտին է։ Ես սկզբից չէի ուզում դրանց մասին խոսել, ասի չէ, գողալ։ Բայց հա, դա թող խոսեն։ Դրանց էլ հրավիրեք, թող մի երկու բան ասեն։ Դա հակագովազդ է, դա հակագովազդ է։ Ռուսաստանի դեմ հակագովազդ է, բայց այդ գույք պարքի դիմացը խփեցիք այդ ռուսներին։ Ինչպես փողը չտվեցին, գույքն էլ չտվեցին։ Բանակցողը ասեց Ռոբերտ Քոչարյանն ասեց, ես ասեց փող կտայի դրանց, փող, ես կարամ փող տամ 100 միլիոն։ Ուսում փողը չեմ տվել, գույքն էլ չեմ տվել։ Ռուսներին մեր դեմս պետք է հարցնեն, ասել ինչ է կարել։ Ուր են մեր գործարանները։ Ինչի չեն աշխատում, ինչի չեք աշխատացնում, որ փող ստանանք։ Ես ասում եմ հարկավոր է հաշվետվություն սեպտեմբերի 3-ի համար 13 թվականի, ինչի հանձնեցիք Հայաստանը, օրենք կա, անկախության հռչակագիր ունենք, անկախության մասին քվեարկություն ունենք, հանրաքվե ունենք, առանց 2.5 միլիոն ձայն հավաքելու, ինչի հանձնեիք, այն մյուս կետը Կարապետյանների, Սարգիս Կարապետյանի Գերդաստանի ասենք էլ այդպես անուններով, որին կհիշենք։ Սարգիս որ հիշենք, Կարապետյանը կգա իր հետևից։ Նրանք էլ ասում են, մենք դեմ ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդի որոշմանը անկախության մասին, մենք դեմ ենք այն 60,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որոնք ասում են գնում ենք Եվրոպա։ Դե մի 6 հոգի էլ դուք եկեք Կարապետյանները։ Գոնե 6 հոգի ունեն ստորագրություն հավաքած, որ ուզում են գնալ Եվրազիա։ Հասարակ բան է, չէ՞։ Մենք հավաքել ենք 60,000։ Գնում ենք Եվրոպա։ Դուք 60,000 ունեք, 6 հոգի ունեք։ Վերջերս հայտարարեցին, որ 10,000 աջակից ունեն արդեն։ Դե 1-ով 6 հարաբերությունը ոնց հաշվենք։ 10-ը 60-ի դեմ։ Դե դրանք ինչ են, ես չեմ հասկանում։ Իրանք իրանց բան են, սամաստրել է դա։ Ինքնավնասարար են, ինչ եք այդ 10,000։ Մենք 60,000 ենք ասում, դուք ասում եք մենք էլ 10,000։ 6-ով 1 հաշիվը։ Հա, դե չի։ Բայց 10,000-ն 2.5 միլիոնի հետ ոնց եք անելու։ Հանրաքվեի։ Պարոն Աշակյան, անդրադառնանք նաև Ռոբերտ Քոչարյանին, ամենալավ բանը չէ իրեն մեկնաբանելը, գիտեմ, բայց ամեն դեպքում Ռոբերտ Քոչարյանը հաճելի է, տեսեք, դուք էլ եք համաձայնվում։ Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ նախ մասնակցելու է 2026 թվականի ընտրություններին եւ որ պլան B գոյություն չունի, ինքը հաղթելու է, եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես իրենց ծրագիրն է, այսպես ասած։ Ինչպես ինքն է ուզում։ Ինչպես ինքն է ուզում։ Բայց այդ երազների մասին է պատմում։ Այդ ինքը առավոտը պետք է վեր կեն ասի գիտես, ես ում մոտ է արթնանում ինքը առավոտը, ես չգիտեմ։ Դրան կամ դրանց պետք է ասի։ Գիտեք, ես հաղթելու եմ։ Քանի որ ինքը ուրոլոգի հետ խնդրեմ ունի, ու ասի կգամ կասեմ, որ ինչու եմ հաղթելու։ Շատ անլուրջ է։ Շատ անլուրջ է։ Մարդը քրեական պատասխանատվության տակ է։ Այն մեկը բանտից է, քսիվա գրում, քսիվա են ասում դրան, եբրայերեն, Օդեսայի բարբարով քսիվա։ Մեկը նամակ է գրում բանտից, ասում ես գալու եմ, գիտեք ինչ եմ անում, դու մի հատ դեռ քու պայոկը ստացի, տակ գուլպաներ հագի, որ չմրսես։ Հետո կգաս Հայաստանում կիշխես կամ շտուրվալ, ասում տվեք, ռույլը տվեք, Հայաստանը ուզում եմ տանեմ Եվրազիա, բանտից լը դուրս արի։ Տեսել դուրս արի մի հատ հետ, քեզ գնա բուժվի, եւ այլն։ Այն մեկն է շատ մի խոսա, не чирикай, Роберт Քոչարյանն ասում, не чирикай, дальше не скажу։
ինչա դա չկարելի եթերում ասել, не чирикай, плохо будет, սուս մնա, ինչ ես զայրացնում ժողովրդին, սուս մնա, էլի կարող է մոռանանք, իջի ջրի հատակ ընդհանրապես ընտրություններին մասնակցել։ Պարոն Աշակյան, 2021 թվականին էլ էինք հեգնում կամ նման արտահայտություններ անում, բայց այսօր տեսնում ենք, որ խորհրդարանում ամեն դեպքում որպես ընդդիմություն ներկայացված են հենց իրենց ուժերը։ Դա խայտարակություն է, էլի, այդ մի անգամ արել ենք, էլ չենք անի։ Իսկ կա։ Մի անգամ սխալվել ենք։ Հիմա այդ գիտակցումը կա, որ Ոնց չենք տեսնում ինչա կատարում ազգային ժողովում կրոնական կազմակերպությունների մասին օրենքը դուրը ծեծում է անընդհատ։ Բերդից դուրը ծեծում են 4 հոգին։ Դե չէ կրոնական կազմակերպության ծառայողներ կան Բերդում։ Կրոնական կազմակերպությունը ասում է օրենք ընդունեք կամ խաչը կամ մանդատը քաղաքական ընդունեք այդ մարդիկ կամ պետք է իրավունք ունենան քաղաքականությունով զբաղվելու կրոնական կազմակերպությունները որպես կազմակերպություն կամ ընդհանրապես պետք է իրենց գործով ուրեմն ազգային ժողովում առաջի հերթին պետք է այսօր դա քննարկվի կրոնական կազմակերպությունների մաս քննարկում են չեն քննարկում այ դրանք հետո որ ասեցի որ ներկայացված են որպես ընդդիմություն նրանք պետք է ասեն փոխեք մենք դժգոհ ենք այսօր գոյություն ունեցող կուսակցությունների մասին օրենքից որտեղ իրենց մրցակից հիմա իրենց մրցակից օլիգարխները գալիս կուսակցություններ են բացում դուք գիտեք որ նոր կուսակցություններ են բացում որտեղ դրանք էլ են ուզում մասնակցել ընտրություններին Ռոբերտ Քոչարյանին որպես մրցակից այ հիմա իր կողմնակիցները ազգային ժողովում պետք է ասեն այ հիմա փակեք ճանապարհը ովքեր որ կան բայց դա էլ չեն հասկանում որ հարկավոր է սահմանափակել գոնե իրենց մրցակիցների ճանապարհը ես չեմ ասում քաղաքացիական պայմանագրի մասին որ ես ինչ եք անում օրենք ընդունեք դրանց վրա եք հույսները դեր դուք օրենք ընդունեք քաղաքական կուսակցությունների հաշվետվության մասին ֆինանսական Այսինքն պետք է դաշտից դուրս թողնել որոշ ուժերի անհատների դրանք ընդհանրապես պետք չի որ հայտնվեն մենք արդեն նմուշ ունենք թե ինչպես չի կարելի այդ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի կուսակիցները նմուշ են ցույց են տալիս որ այդպես չի կարելի ազգային ժողովում աշխատել Էլին մենք ընտրենք դրանց դե հենց դա է էլի գովազդ դա է դա գովազդ է եւ հակագովազդ է Մեզ հիմա պետք չի ասել, որ մենք չգիտեինք, որ դրանք չեն աշխատի, որ դրանք պետականաստեղծ չեն աշխատում, բացակայում են, տեսել եք, չէ՞, կարևորագույն հարցերը քննարկելու եւ քվեարկելու ժամանակ հեռանում են դահլիճից։ Անձնական հարցեր են քվեարկում ու քննարկում, անձնական իրենց։ Բայց մեկը ինչ այլ որ հայհոյում է, սեռական բնույթի հայհոյանքները տալի ազգային ժողովում։ Դրանց են ուզում նորից բերեն։ Կայա Կալասը նաև հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից 6 ամիս առաջ Հայաստանը դիմել է Եվրամիությանը, որպեսզի ընտրություններին այսպես ստանա օգնություն, աջակցություն, նաև հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու առումով։ Ըստ ձեզ ինչ կտա Եվրամիության աջակցությունը այս առումով, ինչ կարող է փոխել եւ Եվրամիությունում կա այդ ընկալումը, թե նաև Ռուսաստանը որքան մեծ ներդրումներ է անում, այսպես ասած, ինչքան մեծ ռեսուրսներ է ծախսում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ եւ որպեսզի խորհրդարանում նաեւ ներկայացվածություն ունենա։ Հիմա Եվրամիությունը կարող է հակակշռել Ռուսաստանին այդ ներկայացվածությունը չեզոքացնել կամ փոքրացնել։ Եվրամիության օգնությունը ինչ կարող է տալ ընտրությունների համատեքստում։ Դե նմուշ ունենք մենք Եվրամիությունը մի երկրի ներքին գործերին միջամտեց Մոլդովայում Եվ նորմալ էր, մոլդովացիները չեն բողոքում, չէ, մենք էլ դժգոհ չենք, ասում ենք, այ մենք էլ ենք այդպես ուզում։ Ես կարծում եմ, որ Եվրամիությունը արձագանքեց ոչ միայն Հայաստանի Հանրապետության իշխանության խնդրանքին, այլ իր շահերից ելնելով, տեսավ, որ իր հակառակորդը, Եվրամիության հակառակորդը, ՕԴԿԲ-ն, ՍՆԳ-ն, Եվրազգային միությունը, Մաքսային միությունը, Հյուսիսային Կորեան, Աֆրիկայում էլ մի քանի երկրներ կան։ Դրանք Հայաստանում լուրջ ազդեցիկ ուժեր ունեն, ազդում են Հայաստանում։ Հայաստանում կարող է եւ ձախողվել ժողովրդավարությունը։ Այդ դա է, Եվրոպային դա է անհանգստացնել։
Օրինակ տեսան, որ ոնց որ այլ տեղերում, այնպես էլ Հայաստանում նրանք բոլորը այդ ինտերնացիոնալը չարագործության ալարեգան։ Ուզում եք ասել, բռնապետությունների ինտերնացիոնալը շատ աշխուժ է Հայաստանում։ Ներգրավել են կրոնական կազմակերպություն իրենց շարքերում։ Պատկերացնում եք շարքերում գնում եք սապոկներով, մունդիրներով ու հանկարծ տերտերները փիլոններով։ Այսինքն դա անհանգստացրել է եվրոպացիներին։ Իրենց ժողովրդավարությունը, իրենց գովերքված ժողովրդավարությունը Հայաստանում կարող է պարտվել։ Իրենք Հայաստանում կարող են պարտվել։ Մեր համար չեն գալի, իրենց համար, իրենք այստեղ ծրագրեր ունեն տարածաշրջանում։ Դեռևս Հուլիոս Կեսարի, Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներից ժամանակ չունենք, թե չէ կարելի է դա ասել։ Միշտ նրանք ուզեցել են այստեղ ներկա լինել։ Արմյանսկայա օբլաստ, Կիլիկիա, Բագրատունիներ, նրանք ուզեցել են, հիմա նրանք տեսնում են, որ տանում են։ Հայաստանը ուզում են տանել, պլան B ունեն։ B բառը չի կարելի օգտագործել հիմա տառով։ Նրանք եկել են իրենց շահերը պաշտպանելու համար։ Մեզ դա հարմար է։ Մենք ասում ենք, մենք էլ ենք ուզում Եվրոպա։ Եվրոպացիները ասում են կգանք կօգնենք, Մոլդովա կանենք դրանց։ Եվ միջև ընտրությունները ինչ հանգուցալուծում եք պատկերացնում նաև կաթողիկոսի շուրջ ստեղծված այս օրակարգի առումով եւ դա ընտրությունների վրա ինչպես կարող է ազդել, պարոն Աշակյան, կարող է ազդել, թե չի կարող ազդել, որովհետեւ տևական ժամանակ է տեսնում ենք process, երբ մի կողմից այսպես հայտարարում են, որ կաթողիկոսը ազգային անվտանգությանը սպառնալիք է, մյուս կողմից մենք տեսնում ենք վարչապետին, որ գնում է ամենատարբեր եկեղեցիներ պատարակների Եվ նաև տեսնում ենք կաթողիկոսին, որ անգամ եպիսկոպոսների հայտնի հայտարարությունից հետո, այսպես ասած, ականջալուր չէ եւ չի պատրաստվում գնալ։ Գիտեք, մենք պետք է բաժանենք երկու թևի։ Կան մարդիկ, որոնք որ այդ կրոնական կազմակերպության հետևորդը չեն։ Հա, առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ չեն։ Այլ են աթեիստ են կամ չգիտեմ ինչ են։ Չկան այդտեղ։ Դրանք ասում են գործ չունեք, ինչ ուզում են անեն, ավելի լավ։ Ավելի լավ, եթե լավ չի վիճակը, թողեք, թող փծի։ Թող քայքայվի, մի խառնում եք պետություն։ Մենք հավատացյալներս, հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատացյալներս արդեն 2000 տարի։ Ես այդպես եմ կարծում, մերոնք ասում են մենք։ Ես ժառանգություն եմ ստացել, մկրտվել եմ սուրբ էջմիածնում 1950 թվին։ Պատկերացնում եք երբ ա եղել։ Անցյալ դարի կեսերին։ Ու հատուկ արգելված ժամանակ։ Մենք այդպես ասում ենք, որ չէ, հարազատ պետություն պաշտպանի մեր շահերը, մեր եկեղեցին զավթել են։ Ովքեր։ Զավթել են քրեական հակումներ ունեցող մարդիկ։ Զավթել են արտասահմանյան մեզ ոչ բարեկամ երկրների շահերը պաշտպանող մարդիկ։ Եվ մրցակցությունը չհարգող մարդիկ նաև։ Դու գիտեք, որ եթե կուսակրոնությունը հայտարարվում է, մարդիկ ովքեր որ ուզում են ընտանիք ունենալ, զավակներ ունենան, ասում են, ուրեմն մենք բարձր պաշտոն չենք ուզում։ Բայց եթե մեկը համ պաշտոնն է ուզում, այլա Ջահանգիրյան, համ էլ կուսակրոնություն չի ուզում, նրանք խախտում են, խաբում են մեզ։ Ասում են մենք կուսակրոն ենք, բայց իրականում կուսակրոն չեն։ Ուրեմն մենք ասում ենք մեր երկրի իշխանություններին, որտեղ որ կրոնական կազմակերպությունը գրանցված է։ Ասում ենք պաշտպանեք մեր շահերը, մեր գումարները, մեր նվիրատվությունները, մենք նվիրատվություններ ենք տալիս մեր եկեղեցուն, մեր հոգևորականներին, նրանց ընտանիքներին։ Ինչ պիտի անի պետությունը այս իրավիճակում։ Արդարադատության նախարարությունը ձեր թղթի նման թղթի վրա գրված է կրոնական կազմակերպության իրավունքները եւ պարտականությունները։ Գրված է նա ինչ ծրագիր է սպասարկում եւ ինչ կանոնադրությունով Հայաստանի Հանրապետությունում ընդունված օրենքների սահմանում։ Հիմա մեր երկրում ընդունված օրենքները կրոնական կազմակերպությունը իրավունք չունի քաղաքականությունով զբաղվելու։ Դա խախտվել է։ Կրոնական կազմակերպությունը
նաև կրոնական կազմակերպությունը իրավունք չունեն ատելություն քարոզելու։ Կրոնական կազմակերպությունը եւ այլ կազմակերպություններ իրավունք չունեն քաղաքացիական պատերազմ հրահրելու, եղբայրասպանություն հրահրելու։ Մեր օրենքներում դա գրված է։ Արդարադատության նախարարությունը պետք է կանչի կրոնական կազմակերպության պատասխանատուներին, ծառաներին, կանչի ասի դուք այս կետերը խախտել եք։ Կանչել է դե մի քանիսը կալանավայրում են։ Չէ, պատասխանատուներին պետք է կանչի ասի զգուշացնում ենք։ Եթե դուք շարունակեք ատելություն քարոզել, խառնվել քաղաքական կյանքին որպես եկեղեցի, մենք լիցենզիան հետ կվերցնենք ու նորից կգրանցենք։ Այդ ժամանակ դուք չեք լինի ծառաները կրոնական կազմակերպությունում։ Մեր պետությունը պետք է մեզ պաշտպանի, մեր հայրենիքը պաշտպանի եւ մեր շահերը մեզ կողոպտում են այդ եկեղեցիում։ Մեր նվիրատվությունները արդարացիորեն չեն բաշխում։ Դա մեր գործն է, որ ասում են ձեր ինչ գործն է, իրանք ինչ ուզում անում են։ Ես հիշում եմ ընտանեկան բռնության մասն էլ, որ խոսում էին օրենքի մասին, այդ Ստամբուլյան կոնվենցիա, ասում են ձեր ինչ գործն է, երեխան ծետում, տպում է։ Իրական տպում է, քո ինչ գործն է։ Այս նույն բանն է, մեր գործն է։ Շնորհակալ եմ, պարոն Հաշեկյան։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Աշակյանի հետ, կհանդիպենք։